Դուք էլ ինձ նման տուն չունեք եւ վարձով եք ապրում, կամ արտերկրից եք եկել եւ նույնպես բնակարանի կարիք ունեք։ Եկեք քայլ առ քայլ պատմեմ, թե ինչ է անհրաժեշտ իմ ձևով բնակարան գնելու համար։ Հարցը լուծելու համար նայում ենք մեր գրպանի պարունակությանը եւ հասկանում, որ գումարը կհերիքի մաքսիմում հեռվաշենում հյուղակ գնելու համար։ Քայլ համար 1. Ուսումնասիրում ենք վարկային հնարավորությունները։ Գրավով վարկը հնարավոր չի, դե գույք չունեմ, ինչ գրավի դնեմ։ Հիպոթեկային վարկը հասարակ տոկոսադրույքներով մերը չի։ Բնակարան երիտասարդներին երիտասարդ ենք, բայց բնակարանի մաքսիմալ արժեքը չպետք է գերազանցի 27 միլիոն 750 հազար դրամը, որը Երևանում չէր հերիքի 3 սենյականոց գնելու համար։ Հա, մոռացա ասել, 3 սենյականոց բնակարան եմ փնտրում։ Հաջորդ եւ վերջին տարբերակը իմ դեպքում դա եկամտահարկի վերադարձով հիպոթեկային ծրագիրն է։ Ու քանի որ Երևանում այս ծրագրին մասնակցելու համար արդեն ուշ է, հայացքս ընկնում է մերձ երևանյան քաղաքներին։ Քայլ համար 2. Ընտրում ենք քաղաքը։ Գնման բոլոր մանրամասները բաց չթողնելու համար հետևիր իմ էջին, քանի որ ամեն հաջորդ հոլովակը առաջընթացի հետ մեկտեղ դուրս է գալու։